Իրականում դուք մտածում եք միայն այն խոստումների կատարման մասին, որ տվել եք ոչ թե ժողովրդին, այլ ուրիշներին, ձեզ իշխանության բերողներին եւ մինչեւ հիմա երկակի ստանդարտներով ձեզ պահող դրսի աջակիցներին։ Դուք բոլորից լավ գիտեք, թե ինչ եք խոստացել նրանց, ինչի դիմաց եւ ինչ պատիժ է ձեզ սպասում այդ խոստումները չկատարելու պարագայում։ Դուք բոլորից լավ գիտեք, թե ինչ եք վերել մեր երկրի գլխին, ինչ մարտահրավերների առաջ եք կանգնեցրել մեր երկիրը ազգային անվտանգության առումով հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Դուք շատ լավ հասկանում եք, որ այլևս վերընտրվելու շանս չունեք եւ ձեզնից հետո եկող ազգային իշխանությունը բոլորիդ ամեն մեկից ձեր չափով պատասխանատվության է կանգնեցնելու։ Իսկ չեք մտածում, որ դուք վաղուց արդեն նախկին եք։ Հանրությունը ձեր խոստումները լսելիս համեմատելու է նրանք ձեր նախկին խոստումների, դրանց կատարման հետ։ Իրականում ձեր գաղափարախոսությունը նիկոլիզմի թեզերն են, որտեղ շատ հստակ ձևակերպել եք դուք ինքներդ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները։ Թեզ 001 Սահմանադրության փոփոխություն, ինչ Ալիևը բազմակի հնչեցնում է։ Թեզ 014 ժողովուրդն է երկրի տերը, իսկ ժողովուրդային քաղաքացին է, ով ապրում է Հայաստանում, եւ մենք ունենք ժողովրդագրական լուծխնդիր եւ այն կլուծենք ներգաղթի ապահովմամբ, ընդ որում կներգաղթեն ոչ միայն հայերը։ Եվ դա ճիշտ այն ժամանակ, երբ Ալիևը խոսում է 300,000 ադրբեջանցիների Հայաստան բնակեցման մասին, նրանց անվտանգության ապահովման մասին, երրորդ ուժի կողմից ում կվստահի ադրբեջանցին։ Պարզ է, չէ, որ կողմի մասին է խոսքը։ Այսինքն նրանք գալիս են Հայաստան, դառնում են մեր քաղաքացին ու մեր երկրի տերը ձեր 014 թեզով։ Դուք իրականում այս թեզերի կատարման ջատագովն եք։ Դուք ադրբեջանական տանդեմի պահանջների կատարման ջատագովն եք, որովհետև շատ լավ գիտեք ինքներդ, թե ինչ եք խոստացել բանավոր բանակցություններում, ինչի դիմաց ինչ պատիժ է դա ձեզ սպասվում։ Ժողովուրդն այլևս ձեզ չի հավատում։ Ժողովուրդն ասֆալտը չի գերադասում հայրենիքից, ինչքան էլ դու դա ուզեք։